Հետևի մասից պրոբլեմ ունի, չեն կարող նստել, և ոչ ինչ են բան կինոն ոչ կակ ասում է, ես կկարն են բան, թող իրանք կակարն են, Ոգասյաններն էլ ոտի մեջ է կգրնային Մազմանյանը և ով։ Եմ, ասվայնան հետևի է նստած է, պրոբլեմային մասեր իրան Արդյոք Մազմանյանի պատշար կամուցված լինելու վերաբերյալ հավաստուտականում չի ստացվել, հետևաբար չի նշկրամության ոստիկանության Նունես Ահրադյանեն ևս մեկ անգամ ոստիկանության միջոցով գծանուցին Կարինե Երգիազարյանը, Արմեն Իլյասյանը ևս ոստիկանության միջոցով, Սուսաննա Ներսիսյանը, Օլիա Ղուկասյանը և Ռուբեն Մանուկյանը։ Մենք նախապես Հետակատարական հիմնարկում արգելվում են մեզ պաշտպաններից, կոնկրետային վարույթով, որով պարոն Ղուկասյանը քաղաքի տակ է, այդ վարույթից բացի որևէ այլ վարույթի վերաբերյալ փոխանցել պարոն Ղուկասյանին։ Իսկ բանը ասեմ, որ այս վարույթով անհրաժեշտություն է եղել մի շարք ուտեր փոխանցել պարոն Ղուկասյանին, որովհետև վերջինս ուսումնասիրում եւ մենք կարողանանք քննարկում կազմակերպել, սակայն հետակատարական հիմնարկը արգելել է ինձ, Տիգրան Խոստանջյանի, պարոն Վարդանյանի, այն էլ ասում այնպիսի նյութ, որը պետք է այդ վարույթի նյութերի մեջ խևած լինի, օժանդակնյութը չէ դարձ փոխանցել։ Սա ուղղակի հայտարարության կարգով, որ պարոն Ղուկասյանի քաղաքի տակ գտնվելը խոչընդոտում է նաև այս վարույթով նրա պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Շատ լավ, պարոն Հայրապետյան։ Կներեք, այդ խնդիրը, եթե հիշում եք, նաև եղել էր մեկ դեպքում, նույնիսկ վերաքննիչ փաստաբաներ եղել պարոն Զորաբյանը Սրբազանի գործով վերաքննիչ դատարկ, նույնիսկ բողոքարկի սխալից վաճառել, բայց քերականական հիմնարկում գործելավը չունի։ Հասարակային առով մեկը ներկայացնենք նաև ներժումները եւ ուսումնասիրել։ Պարոն Հայրապետյան, հաշվի առնելով, որ նշեցի պարոն Վարդանյան եւ Տիկին Խոստանջյան, վերջիններս թույլ առնթով որևէ կարգավիճակ չունեն հետեւաբար վերջիններից հանդեսակցելու փաստաթուղթ փոխանցելու հետ դատարանով որևէ գործառույթ հետեւաբար դատարանի իրավասությունից ձեզ հետ կապված դատարան աշխատանքային կարգով կփորձի հասկանալ ինչ խափանամիջոց է կիրառել պաշտպանների կատարման ինչպիսի սահմանափակումներում եւ ինչով է պայմանավորված որ այս վարույթի փաստաթուղթը Մենք նախապես համաձայնության ստատական նիստի օր և ժամ ունենք, ստատական նիստը հետաձգվում և նշանակում է 2025 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 14:00 ստատական նիստը Այս ամենի վերջը տեսնում է Ալեփաշ հայերը, ազգասեր հայերը, հավատքնոցով հայերը հավաքվել իրար է, դրնեն պայքարեն պաշտպանել իրենց հայրենիքը։ Այս ինչ որ կա սարկած է, հասկանալի է Ղուկասյանը նմանատիպ բաներ չի արել, սա տեսակի կռիվ է, սպասի հատնում։ Տեսակի կռիվ է։ Իշխանությունների հետ պայմանավորվեք եւ դա արդյունա դեր ազատության։ Իմ արունը իմ կարտը չի տալիս նմանատիպ ամրենակել, երբ որ բացեք իմ կենսագրականը, օրը սպանվելիս գրված է մաքուր ճիշտ հայրենասեր բարյադշտի տղա։ Ես էլ նույնն եմ ու դենց կմնամ։ Պարոն Ղուկասյան, Դու համիխառն եք։ Հարցով են իշկան տեսակի կռիվ է, տեսակի, տեսակի պայքար է, ընտանեկական Ղուկասյանների վրա հորուտողը նստրել են, սաղ ասկու երամի տանել, ինչ ասեն, ոչինչ բան չկա, մի տատեք, որ չտատվեք, աստվածաշունչն ասում է, մի տատեք, որ չտատվեք, ինչ բրտեք ձեր չանալ, ենք ուկա ձեր կտալը, սպասեք, կկա ժամանակ, ամեն մեկը իր արածի համար պատասխան Եվ ձեր Հայաստանի Հանրապետությունը հաջողություն լավ է Աստված մեզ հետ է, Աստված է կրնաչ Անկերը բաց է մեր ատվակ է Աստված հետ է Ոգը